1938-ին խորեն կաթողիկոսին սպանել, խեղդել։ Այսօր թե ինչ է կատարվում 21-րդ դարի նորից մոտավորապես նույն տվական 25 թվականին ես չեմ հասկանում։ Դեռ ոչինչ ինձ համար հայտնի չի։ Պարզապես ես էլ ձեր նման վանքում էի, վանքի բակում, տեսնելով, որ հոգևորականները այսքան հավաքված, խառնաշփոթ վիճակ, փորձեցի հետաքրքրվել, ինչումն է բանը, ինչ է կատարվում։ Իշխանությունը ասում է, որ պետք է վեհափառ ազատի վեհարանը, քրիստոնեաբար նրան պետք է հեռացնել, տեղյակ եք, որ խուզարկություններ իրականացվեցին, ուրեմն ներողություն, ընդհատեմ ձեզ եւ ասեմ միանգամից, գոյություն ունի մայր օրենք, որը իրավունք չունի ոչ վարչապետ, ոչ իմ նման շարքային քաղաքացի, ոչ ռամիկը, ոչ նախարարը, ոչ մեկը իրավունք չունեն ոտնահարելու։ Իսկ սահմանադրությամբ, մայր օրենքով եկեղեցին անջատված է պետությունից, իսկ պետությունը եկեղեցուց։ Իրավունք չունի պետությունը միջամտելու, խառնվելու եկեղեցու գործերին, դա իր ներքին խոհանոցն է, նույն կերպ եկեղեցին պետության գործերին իրավունք չունի խառնվելու։ Թե սա ինչ պատմություն է, եւ գիտեք ինչ, բանն է, որ այսօր ես ինքս որպես ինտելիգենցիայի ներկայացուցիչ, որպես հայ մտավորական, ինքս արդեն ամաչում եմ իմ հայ տեսակի համար։ Այն դեպքում, երբ որ երկրագնդի, որովհետև գլոբուսով մեկ, մենք դարձանք խայտառակ, պարզ ասեմ դες, խայտառակ, սա խայտառակություն է, ուրիշ ոչինչ, գրված չի պատմության մեջ, ոտնձգություն եկեղեցու նկատմամբ, սա երևի վերջն է ամեն ինչի, հայազգի կործանման վերջն է, ես այդպես եմ գտնում, չի կարելի, արժեքներ կա, որոնք պիտի, սրանք սուրբ արժեքներ են, մասունք է եկեղեցին մեզ համար, եւ առավել եւս պատկերացնում եք հիմա երկրագնդով մեկ հարցակում եւ փորձեն ձերբակալել կամ ձերբազատվել հայոց հայրապետից։ Հայոց հայրապետին ընտրել է նախ հոգևոր խորհուրդը եւ պետական որևէ այլ իրավունք չունի նրան աշխատանքից ազատելու կամ գահանքեց անելու։ Այսինքն այդ պաշտոնը ընտրվում է սամա հոգևոր խորհրդի կողմից եւ չկա պատմության մեջ մի դեպք էլ, որ կենթանության օրոք կարգալույծ արված լինի ամենայն հայոց կաթողիկոս։ Ինչ վերաբերում է մնացած այն մանր մուներ, չգիտեմ ինչերին, մանիպուլյացիաներին, դրան իմ ազգը ես համոզված եմ, որ չպիտի ենթարկվի, չպիտի գնա մանիպուլյացիաների հետևով։ Բագրատ Սրբազանի կալանավորման եւ այս բանին էլ իրավաբան մարմիններն ըստ էության եկել են Միքայել Սրբազանի շիակետների առաջնորդի հետևից, դրա վերաբերյալ ինչ կարող։ Ներողություն եմ խնդրում, դեզանից եմ ես լսում, որ հիմա էլ եկել են Միքայել Սրբազանի հետքերով։ Դե հիմա ներողություն եմ, ես տեղյակ չեմ, ես եկել եմ պարզապես, այստեղ բակում էի, պարզապես ուզում եմ իմանալ ինչ է կատարվում, որովհետև մամուլում գրվում է հեռուստատեսությամբ արդեն էլ զզվելս է գալիս լսել այդքան տհաճ է, շատ տհաճ է ինձ համար որպես հայի, անչափ տհաճ է, հասկանում եք, երբ որ մարդու ընտանիքում, հայի ընտանիքում մի փոքր անախորժ վիճակ է լինում, այնպես է փորձում անել տան տղամարդը կամ տան կինը, որպեսզի հարևանը չիմանա այդ անախորժ վիճակի մասին։ Իսկ մենք արարում ենք, իլուր ամբողջ աշխարհի հայտարարում ենք, որ ինչ ենք ուզում դրանով ասել եւ անել, ես չգիտեմ։